Հարգելի Հոբելյար Լիլիթ, ազգային ժողովի մեծարգո նախագահ, օրենսդիր գործադիր իշխանության հարգելի ներկայացուցիչներ, հարգելի դեսպաններ, հարգելի փորձագետներ, ուրախ եմ այսօրվա մեր հանդիպման համար եւ ողջունում եմ բոլորիդ եւ իհարկե չեմ կարող ողջունելով Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի ներկայացուցիչին չեմ կարող եւ նրա խոսքից հետո երբ նա խոսեց Կոնրադ Ադենաուերի եւ նրա վարած քաղաքականության եւ նրա որդեգրած ռազմավարության մասին, որով ինչպես կարելի էր եւ ակնհայտ է, որ գերմանացիները պարտանում են եւ այդ ռազմավարությունը համարում են իրենց պետական եւ ազգային ինքնության կարևոր մաս, մի նրբություն կա, որը շատ էական եմ համարում։ Ժամանակին Ադենաուերի որդեգրած ռազմավարությունը անվանում էին նաեւ խայտառակության ռազմավարություն, որովհետեւ ասում էին, որ այնինչ որ նա անում է կամ փորձում է անել եւ հույս ունեին, որ չի կարողանա անել, դա խայտառակության ռազմավարություն է եւ այս արձանագրումը շատ գեղեցիկ ձևով կա նաեւ Հենրի Քիսինջերի դիվանագիտություն գրքում, երբ որ նա խոսում է առաջնորդության առանձնահատկությունների, նրբությունների մասին մի քանի լիդերների օրինակով եւ նրանցից մեկը Կոնրադ Ադենաուերն է։ Իհարկե այդ ռազմավարությունը ինչի է հանգեցրել, արդեն հիմնադրամի ներկայացուցիչը ասաց, եւ նույնիսկ եթե չասի, մենք կարծում եմ շատերս ենք տեղյակ դրա մասին, ովքեր լսել են, գիտեն, եղել են Գերմանիայում, կարդացել են Գերմանիայի եւ նրա անցած ճանապարհի մասին։ Իսկ անդրադառնալով այսօրվա մեր հանդիպմանը ուրախ եմ արձանագրել, որ խաղաղության խաչմերուկ նախագիծը մտել է իրագործման փուլ։ Եվ իհարկե ես հասկանում եմ նաև, որ այս համատեքստում առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախագիծը, եւ ես այդ նախագիծը իհարկե կներկայացնեմ, իմ հիմնական կենտրոնացումը կլինի նախագծի եւ նրա իրականացման ընթացքի եւ առանձնահատկությունների վրա, բայց ավելի լայն համատեքստը նույնպես կարեւոր է, որովհետեւ խաղաղության խաչմերուկ նախագծի իրագործման առումով չափազանց կարեւոր է այն, որ մենք ըստ էության արդեն մի փուլ ենք մտել, որտեղ հյուսիս-հարավ նախագիծը ստանում է միսուարիոն։ Գիտեք, որ այս տարի արդեն մենք կբացենք Գյումրիից, այստեղ նույնիսկ Գյումրիից Երևան հատվածը հյուսիս-հարավ ճանապարհի, որը հիմա գործնականում արդեն պատրաստ է, ուղղակի կահավորման աշխատանքներ պետք է արվեն, եւ նաեւ Ագարակ Քաջարան հատվածն է կառուցվում շատ մեծ տեմպերով, ներկայումս շատ ակտիվ քննարկումներ են ընթանում Սիցյան Քաջարան հատվածի կառուցման ուղղությամբ եւ նաեւ առանձնահատուկ կարեւորություն ունի Բարգուշատի թունելի կառուցման նախագիծը, որի վերաբերյալ մենք արդեն մտնում ենք եզրափակիչ փուլ։ Այս համատեքստում չափազանց կարեւոր եմ համարում, որ ի վերջո տեղի ունեցել մեկ այլ պատմական իրադարձություն Հայաստանի անկախությունից ի վեր ըստ էության առաջին անգամ Ադրբեջանի երկաթուղով բեռներ են մտել Հայաստանի Հանրապետություն, Ռուսաստանից եւ Ղազախստանից, իհարկե առայժմ Վրաստան, Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան երթուղով, ինչպես կարող եք տեսնել, խորհրդային ժամանակներում մենք Ադրբեջանի հետ ուղիղ երկաթուղային կապ ունեցել ենք Տավուշի մարզով եւ Սյունիքի մարզով, եւ նաեւ ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ
Հայաստանի Հանրապետությունը պատրաստակամություն է հայտնել հենց այսօր ապահովել բեռնատար մեքենաների տարանցումը Թուրքիայից ներողություն Մարգարայով, Կորնիձորով Ադրբեջան եւ հակառակ ուղղությամբ, ինչու ենք մենք հիմա այս առաջարկում, որովհետեւ այսօր այս ենթակառուցվածքը պատրաստ է։